Ձեզ կարելի է ձեր դեպքում խախտում չկա, բայց ընդդիմախոսների դեպքում ոչ միայն խախտում կա, այլ նաև իրավապահները շտապում են հանցագործություն որակել ու մարդկանց կալանքի տանել։ Երեկվանից իշխող ուժի հասցեին այս մեղադրանքներ են հնչում հետքի հրապարակումից հետո։ Ստացվում է, որ հանրահավաքներին մարդկանց բերելու համար օգտագործվել են վարչական ռեսուրսներ։ Իշխանությունը, որը խիստ քննադատում է ցույցերին վարչական ռեսուրսն օգտագործելու դեպքերը, ինքն է դա արել։ Հետքը երեկ հրապարակեց 2023 թվականի Երևանու ավագանու ընտրությունների քարոզարշավի ժամանակ իշխող քաղաքացիական պայմանագրի ֆեյսբուքյան փակ խմբում վարչապետ Փաշինյանի գրառումներից մեկը։ Հետքի լրագրողին եւս ավելացրել էին այս փակ խմբում, ապա հեռացրել։ Վարչապետը հորդորում էր մասնակցել հաջորդ օրը մայրաքաղաքում կայանալիք քաղաքացիական պայմանագրի հանրահավաքին, ապահովել մարդաշատությունը։ Հարգելի գործընկերներ, հույս ունեմ բոլորս հասկանում ենք Երևանի առաջիկա ընտրությունների հատուկ կարևորությունը։ Այս առումով խնդրում եմ բոլոր ջանքերը գործադրել վաղը ժամը 18:00-ից Էրեբունի թանգարանի հարակից հրապարակից նախատեսված մեր երթի բազմամարդությունն ու էներգետիկան ապահովելու համար։ Երթից հետո տեղի է ունենալու հանրահավաք, որը նույնքան կարևոր է։ Յուրաքանչյուրդ խնդրում եմ ներգրավեք ձեր ընտանիքների անդամներին, ընկերներին, բարեկամներին, համախոհներին։ Վարչական ռեսուրսի կիրառումը բացառել։ Շնորհակալ եմ։ Կուսակցական փակ խմբում արված այս գրառման տակ, ինչպես բացահայտել են հետաքննող լրագրողները, վարչապետին արձագանքել են օրինակ Կոտայքի փոխմարզպետը, որ խոստացել էր 25-ից 30 հոգի բերել, Գավառի ավագանու ԿՊԱ-ական անդամը եւ այլոք։ Արդյոք սա առնվազն վարչական ռեսուրսի չարաշահում չէ։ Հետքի հրապարակման հեղինակ Արմեն Ղազարյանի կարծիքը միանշանակ է։ Արդեն կարգալույց եղած հոգեվորական Տեր Արամը եւ Տեր Աղանով խոսում էր արքեպիսկոպ Նաթան Սրբազանի հետ։ Իրենք ասում էին, որ մեզ ասել են կգնաք հանրահավաքի։ Փաշինյանն էլ ասել է կգաք հանրահավաքի։ Հիմա կարող ենք ասել, որ դա եկեղեցի է, կուսակցություն չի, բայց ինչպես Փաշինյանն է քաղաքացիական պայմանագրի անդամների վերադասը, այնպես էլ կաթողիկոսը իր հոգևորականների վերադասն է։ Ավելին, լրագրողն ընդգծում է, որ վարչապետի այդ խոսքն ուղղված չէր միայն շարքային քաղաքացուն, այլ նաև լծակներ տիրապետող բարձրաստիճան պաշտոնյաներին։ Նույնիսկ եթե ինքը վերջում գրում է վարչական ռեսուրսի օգտագործումը բացառել, բայց մինչև դա գրված ամեն ինչը ենթադրում է նաև վարչական ռեսուրսի կիրառում։ Այսօր էլ արդեն ազգային ժողովի նախագահն ասեց, իրենք կատարում են իրենց ղեկավարի բոլոր հրամանները, որովհետև իսկ նրանցից մեկը ազգային ժողովի նախագահն այսօր հաստատեց, որ չեն կարող հակադրվել վարչապետի խոսքին։ Այո, ինչ ասեց, պետք է անեմ, եթե այլ հարց է, որ պետքա քննարկի, կքննարկեմ այդ հարցը։ Այսինքն տենց պետք է չլինի։ Այսօր վարչապետ Փաշինյանը եւս խորհրդանի ամբիոնից հերքեց, թե ժամանակին վարչական ռեսուրս է չարաշահել։ Որ ընտրություններում մենք վարչական ռեսուրս ուզելով թե չուզելով, այսինքն անուղղակի կամ օգտագործելու փորձ անենք, այդ ընտրություններում մենք պարտվելու ենք։ Բայց Երևանի ավագանու ընտրության օրերին նույն դիտորդներն էին հայտարարել, որ իշխող ուժը քարոզարշավին իսկապես չարաշահել է վարչական ռեսուրսը, երբ հավաքներին աշխատանքային ժամերին մասնակցում էին համայնքային ու պետական աշխատողները։ Պաշտոնյաներ էին եկել նաև Լոռու մարզից, հիշում է դիտորդ ընտրական փորձագետ Վարդինե Գրիգորյանը։ Մենք քրեական հանցագործության ապացույցներ հանցակազմ չենք ունեցել, բայց մենք ունեցել ենք փաստ, որ աշխատանքային ժամին այդ մարդիկ իրենց համայնքների, իրենց աշխատանքի ժամին բեր են կացել եկել են հավաքի։ Բայց Վարդինե Գրիգորյանը երեկվանից պնդում է, որ վարչապետի գրառումը ԿՊ փակ խմբում վարչական ռեսուրս օգտագործելու վրա չի ազդել, թեև այն տեղի է ունեցել ամփոփիչ հավաքի նախօրեին։ Ըստ նրա, ուղիղ կապ չկա ժամանակին իրենց բացահայտած խախտումների ու վարչապետի այդ գրառման միջև, քանի որ նույն գրառման մեջ Փաշինյանը խոսում է վարչական ռեսուրսը բացառելու մասին։ Ստացվում է, ըստ իրավապաշտպանի, իշխող ուժը վարչական ռեսուրս կիրառել է, բայց դա չի եղել վարչապետի գրառման ազդեցության ուղիղ հետևանք։ Ոչ մի ձև սրան բացի զուտ կուսակցական քարոզչական միջոցառման սեփական կուսակիցներին խրախուսել մասնակցելը չեն կարողացել։ Եվ մինչ ընտրական փորձագետը պնդում է, թե Փաշինյանի այս գրառումը հեռու է նաև ընտրական հանցագործություն բնորոշումից, ընդդիմադիրների փաստաբան Ռուբեն Մելիքյանը Փաշինյանի գրառումը համեմատում է եկեղեցուն առնչվող գործի հետ ու պնդում Փաշինյանը վնասով է դուրս գալիս։ Մենք գործ ունենք նույնական երևույթի հետ, նույնիսկ այստեղ շատ ավելի ընդգծված երևույթի հետ։ Որն է տարբերությունը ի վնաս Նիկոլ Փաշինյանի օրինակ։ Առաջին դեմքով է, ոչ թե ինչ որ երրորդ անձ ներկայացնում է իր եւ վեհապարի զրույցը։ Եվ երկրորդ խոսքը վերաբերում է ավելի լայն շրջանակի, ոչ միայն ընտանիքի, այլև ընկերներին։ Եվ երրորդ, եթե այնտեղ հարցադրման ձևով էր, ինչու չեք գնում, ապա այստեղ հրահանգի ձևով է։ Իրավապահներն օրերս քրեական վարույթ հարուցեցին իշխանական լրատվամիջոցներում տարածված մի ձայնագրության հետքերով, որում ենթադրաբար նախկին հոգևորականը պատմում է, թե ամենայն հայոց կաթողիկոսը պարտադրել է ընդդիմության ցույցերին մասնակցել։ Փաստաբանի կարծիքով, եթե կաթողիկոսին առնչվող գործով վարույթ է հարուցվել, ապա նույնը պետք է լինի վարչապետի այս գրառման դեպքում։ Եթե ժամերի ընթացքում
քրեական վարույթ նախաձեռնվեց, ապա նույնը պետք է այստեղ լիներ։ Եթե չկա նույնը, ուրեմն մենք գործ ունենք ակնհայտից էլ ակնհայտ երկակի ստանդարտների հետ։ Գլխավոր դատախազությունից այսօր Ազատությանը փոխանցեցին վարչապետի գրառման վերաբերյալ վարույթ չկա։ Հանցագործության մասին հաղորդում չի պատրաստվում տալ նաև այլ հոգևորականի հարցազրույցի փաստով հաղորդում ներկայացրած իրավապաշտպան Դանիել Յոհաննիսյանը փոխանցեց հանցակազմ չի տեսնում։